Բաքվի զինվորական դատարանում հրապարակվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծուգործերով դատավճիռը, նա դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման։ Փետրվարի 10-ին կայացած դատավարության ժամանակ հայտարարվել էր դատաքննության ավարտի մասին, որից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու։ Մեղադրող կողմը ցմահ ազատազրկում էր պահանջել։ Հայաստանը որոշում է կայացրել միայն նորատոմակայանի տեսակի հարցում, այն մոդուլային կլինի, սակայն հստակ չէ, թե ում հետ կհամագործակցեն եւ որ երկրի առաջարկը կընդունվի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Ապիտոնյանն ազատությանն ասել է, քննարկումները դեռևս շարունակվում են։ Նորատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի շրջանակում ստեղծված ատոմային նոր էներգաբլոկի կառուցում ընկերությունը ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքներով առաջարկ կներկայացնի նոր էներգաբլոկի կամ էներգաբլոկների տեսակի եւ հզորության մասին։ Հայտնի չէ, սակայն թե երբ կներկայացվի այդ առաջարկը։ Կոտայքի մարզի Զովունի գյուղի սկզբնամասում կրակոցներ են հնչել, մեկ անձ վիրավորվել է, հայտնում է Շամշյան-Քոմը։ Դեպքի մասին հանգստացվել է փետրվարի 16-ի երեկոյան, վիրավորը հրազենային վնասվածքով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ներքին գործերի նախարարությունն էլ հայտնում է, որ կրակոցների հեղինակը հայտնաբերվել եւ ձերբակալվել է, նա եղել է ոչ սթափ վիճակում, հանցագործությունը կատարել է իր անունով հաշվառված որսորդական հրացանով։ Ազգային ժողովի նախկին падգամավոր Վահե Հակոբյանից եւ նրան փոխկապակցված անձանցից պահանջվում է անշարժ եւ շարժական գույք, ինչպես նաեւ պարտատոմսեր եւ գումար բռնագանձել, հայտնում է գլխավոր դատախազությունը։ Խոսքը մի քանի շարժական եւ անշարժ գույքի, մեկ իրավաբանական անձում մասնակցության, պարտատոմսերի եւ ավանդի շուրջ 21 միլիոն դոլարի բռնագանձման պահանջի մասին է։ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը։ Աննա Հակոբյանը Facebook-ում գրել է, թե իր եւ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է թեմայի շուրջ զսպվածության եւ կոռեկտության կոչ անելով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անուղղակիորեն ներգրավված կլինի Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններում, որոնք նախանշված են այսօր շվեյցարական Ժնևում։ Նա նշել է, որ այս քննարկումները շատ կարեւոր են լինելու, հավելելով, որ Իրանի հետ շատ դժվար է բանակցել։ Թրամփը նաեւ կարծիքի հայտնել, որ Թեհրանը ցանկանում է համաձայնության հասնել իր միջուկային ծրագրի շուրջ, ընդգծելով՝ չի կարծում, թե նրանք ցանկանում են բախվել համաձայնության չհասնելու հետևանքներին։ Ուկրաինական հետախուզության հաղորդագրությունները ցույց են տալիս, որ էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից ավելի շատ հարձակումներ են սպասվում եւ որ նման հարվածները դժվարացնում են գրեթե 4 տարվա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի կնքումը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ ռուսական հարձակումներն իրականացվում են տարբեր զինատեսակների համադրությամբ, այդ թվում անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով, ինչը հատուկ պաշտպանություն եւ աջակցություն է պահանջում գործընկերների կողմից։ Հայաստանի տարածքում փետրվարի 17-ին 18-ի գիշերը 20-ից 21-ին սպասվում է առանձնտեղումների եղանակ, փետրվարի 18-ի երեկոյան 19-ին առանձին շրջաններում տեղումներ կլինեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ից 18-ին աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 13-ից 15, երեկոյան ժամերին 7-ից 9 աստիճան տաքություն։